Հայաստանի Հանրապետությունում այլևս կա քաղաքացի, ով ի վիճակի է, կարող է եւ ուզում է տեր կանգնել իր պետությանը, տեր կանգնել իր անկախությանը, տեր կանգնել իր խաղաղությանը, տեր կանգնել իր ապագային։ 2021 թվականին մենք եկանք եւ ձեզ ասացինք, որ ապագա կա։ Այն ժամանակ թվում էր, թե չկա ոչ մի ապագա, բայց մենք եկանք եւ ձեզ ասացինք ապագա կա։ Դուք մեզ վստահեցիք եւ մենք այսօր եկել ենք ձեզ ասելու, որ այդ ապագան եկել է, այդ ապագան հիմա է, այդ ապագան այսօր է եւ սա նույնպես պատմական փոփոխություն է, որովհետեւ մեր պատմության ողջ ընթացքում ապագան մեզնից հեռավոր եւ անհասանելի մի բան է եղել եւ մենք միշտ երազել ենք հասնել ապագային, բայց միշտ ներքին վախ ու զգացողություն ենք ունեցել, որ այդ ապագային չենք հասնելու։ Սա մեր պատմության բացառիկ էջերից մեկն է, որ մենք ասել ենք, որ ուզում ենք ապագա եւ հասել ենք ապագայի։ Դրա համար մենք կայացրել ենք շատ բարդ եւ դժվար որոշումներ, որովհետեւ հասկացել ենք, որ եթե այսօրվա մեջ մենք կայացնենք երեկվան վերաբերվող որոշումներ, մենք այդպես էլ չենք հասնի ապագային։ Մենք այսօրվա մեջ կայացրել ենք ապագային վերաբերվող որոշումներ, այո շատ դժվար, այո շատ բարդ, այո շատ ողբերգական, այո շատ զրկանքների միջով անցնելով, բայց մենք ոչ մի վարքյան չենք մոռացել, որ ձեզ խոստացել ենք, որ ապագա կա, եւ մենք այսօր եկել ենք ասելու, որ ապագան այստեղ է, ապագան այսօր է, ապագան այստեղ է, եւ այդ ապագայի գագաթնակետն է հաստատված խաղաղությունը։